Սիրելի ավադագիցներ, սիրելի հայորդիներ, գողջունենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով, գողջունենք բոլոր անոնք, որոնք յետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN.TV-ի միջոցով։ Ուր որեք Աստված օրհնե ձեզ, առողջ բահե, հավատքով բահե, սիրով բահե, միապան բահե եւ իր կամքը օրհնյալ լա։ Աստուծո սրբազան խոսքեն այսօր կգարտացվի երկրորդ Կորինթացիս երկրորդ գլուխ 12-14 համարները։ Հետևենք Աստուծո խոսքին հավատքով երկրածությամբ։ Բողոս հրաքյալ Կորինթոսի ուղված եկեղեցին գկրե ասելով. Երբ դրովատա հասա Քրիստոսին ավետարանը քարոզելու, կդա թե ինձի թուրմը բացաձեր դերը, բայց իմ հոգիս մեջ հանգստություն չունեցա, վասնզի իմ դիտոս եղբայրս հոն չկդա, ուստի անոնց մե հրաժարելով Մագեդոնիա կացի։ Ամեն։ Սիրելի ավադագիցներ, շատ հաճախ մարդոց խորհրդատվություն տալով եւ կաունսելինգ կնենք մարդոց հետ, գահիտնաբերվի, որ անոնց մեծ դոգոսը գաբրին իրենց կյանքը անցյալի վերքերու, ցավերու եւ հուսախաբություններու որպես արձագանք։ Անոնց խաղաղությունը, ուրախությունը եւ անհատականությունը արմատավորված են կյանքի անխուսափելի ցավերեն կոյացած վերքերուն եւ սպիներուն մեջ։ Անգախ հանգե, թե արդյոք պատճառը մերժվիլն է, հոգեբանական վնասվածք, թոմա, ընտանեկան շփումներու լարվածություն, թե դարբեր տեսակի բռնություններ։ Հետևաբար, անոնք գաբրին դուփի մեջ, արգրի մեջ, փակված եւ ծևով մը անչատված։ Իրականության մեջ դուրին չէ այսպիսի անձերը օգնել, որպեսզի ազատագրվին իրենց այդ վիճակեն, որովհետև անոնց կյանքը հեռու է ճշմարիտ ազատութեն է, կամ Աստուծո կամքը կատարելու պատրաստակամութեն է։ Փոխարենը, անոնք շրջապատված են իրենց ցավերու սպիներով։ Բادر կգալուցեն իրենց կյանքի դուփերուն շուրջ եւ մարդոց մե ոչ թե միայն հերու կմնան, այլ մարդոց հերու կբահեն իրենց մե։ Եվ մտքերնին ընդհանրապես հետևյալը կլա։ Այսինչը այսպես հրավ, այնինչը այնպես հրավ, եւ այս բոլոր բաները, որ ինձի ըրին, արդեն այլևս մարդոց չեմ վստահի։ Այս գեցվածքը ինքնին մարդոց մեջ գահիտնե փարգություն, նախանց եւ ներքին դառնություն եւ անշուշտ աններողամտություն։ Ինձ այսպես լավ անգարելի է ներել։ Այս շաբաթանցի մետ կխոսեի նյութի մասին, սա անգարելի է այսպես, անգարելի բառը մի կորզած, չեն գիտեր ինչս էլ է անգարելիություն։ Անգարելի է։ Հետաքրքրական է հարցախույզը, ստատիստիկսը ցույց կտա, թե եկեղեցի հաջախողներու մեծ թիվը իրապես ազատ չէ։ Ներքնաբես այսինքն։ Թեև որդին Տեր Հիսուս Քրիստոս իրապես ազատ կնե մարդը առածը, սակայն շատեր երբեք չեն սորված բաճած գերբով արձագանքել հուսախաբություններու, ցավերու, որ բոլորս ալ կհանդիպին կյանքի ընթացքին։ Աշխարհի մեջ չկա անցումը, որ ցավի մեջ է չանցնի եւ հուսախաբություններու մեջ է չանցնի։ Իրականության մեջ այս ինքնին քրիստոնեական կյանքի ճշմարտություններն մեկն է։
որ շատ քիչ հազվադեպ այս մասին կխոսենք կամ կքննարկենք նույնիսկ։ Աստվածաշունչը կսերտենք, երբ հոն խոստումներ կգարտանք, օրինակ, դեռ իմ հովիվս է, ես փանիմը գարուդություն պիտի չունենամ։ Ուրիշ դեպը կգարտանք, քեզ պիտի չթողում եւ քեզ պիտի չլքեմ։ Ուրիշ դեպը, ցեզի համար ծրագիրս գիտեմ։ Բացառիկ խոստումներ կգարտանք։ Եվ կգարտանք հատկապես երբ ցավի, ցախողության, անդեսումի, դարբեր տեսակի սրտի ցավերու իրականություններու մեջ։ Ուրեմն փոխանակ այս վերքերը ճիշտ ծևով թիմակրավելու։ Մարդը արտածը շատ հաճախ գարչած գմնա անոնց այդ վերքերուն, թույլ տալով, որ անոնք աստեն իր վրա։ Պաստորեն, ինչպես կվարվինք մեր անձնական հուսախաբության և ցավին հետ, ցույց կդրվի մեր հոգևոր հասունությունը։ Հասուն հավատացյալներ, քրիստոնյաներ գիտեն, թե ինչպես աստվածաշունչի մոդեցումներով մոդենալ փորձություններում։ Իսկ ոչ հասուն հավատացյալներ թույլ կտան, որ այդ ցավը ցևովը գնիկ տնե իրենց ինքնության, իրենց քարակտերին վրա եւ մորցվի Աստծո կամքը։ Եվ հետաքրքրական է շատ հաճախ այս տեսակի անձեր գարթարացնեն պաշտպանողական գեցվածքով եւ գսեն. Դու չես գիտեր ես ինչեր է անցա։ Կամ բադահած է, որ ինձ իսված է, բադվելի, կեզի ամարդյուրին է այսպես խոսիլը, կամ այնպես խոսիլը։ Այս ինչ անցը ինչ ծևով վարվեցավ հետս, մույսը ինչ ծևով վարվեցավ հետս, նույնիսկ ընդանիքս, տավաջանեցիս, ասրավ ինձի, այնրավ ինձի։ Սրելի քույրեր եղբայրներ, հուսախաբություն, քրիստոնեական կյանքի ամենադարածված եւ բայց նաեւ ամենացավալի փորձառություններն մեկն է։ Հուսախաբելալ, disappointment։ Հուսախաբությունը գրնակալ բազմաթիվ գերբերով, օրինակ, գաղութես եւ պատասխան չի կար, անպատասխան մնացած աղոթներ, խզված հարաբերություններ, փակված թրդեր, հույսը ունիս, բայց գուշանա այդ հույսը մինչև իրագործվի, անբդուղ չանքեր, աշխատանք, եւ նույնիսկ մարդը արտածը ներքնաբես գշվարի եւ չի հասկնար, թե Աստված ինչ կուզե իր մե։ Երբեմն այս հուսախաբությունը մեր բարականերն է, երբեմն ալ մարդոց մե։ Երբեմն ալ մեր ներքին վերքը այնքան խորունգ է, որ կարծես Աստուծո թեմ հուսախաբություն կսկանք։ Եթե գար ինչու այսպես եղավ։ Այսքան աղոթեցի, այսքան եկեղեցիկացի, այսքան գարտացի, ինչու այսպես պիտի լար։ Մեծ աստվածապան Դիթրիխ Բոնհոֆեր գսե, թե մենք պատրաստ պետք է լանք, որ Աստված մեզ ընդհատե։ Ետքը գտեսնենք ցավալի պատկերը նույն ինքն Բոնհոֆերի կյանքին, որ անցամ գսկա, որ Աստված ընդհատեց իր կյանքը, գփանդարգվի, գչարչարվի եւ գմերդի փանդին մեջ։ Ավելի ճիշտը գմերցնեն զինք փանդին մեջ։ Որովհետեւ այդ օրվա գերմանական իշխանության հագարակ էր։ Սորվելով հուսախաբությունը Աստուծո գործին վերջը չէ, այլ հուսախաբությունը
Աստուծո դպրոցին մեկ մասն է։ Որտեղ Հիսուս մեր հավատքը գզդե եւ մեր հույսը թեպի իրեն կդարձնե։ Եվ իրականության մեջ շատ հավատացյալներ այս վիճակին մեջն են։ Ծրագիր կմշակենք, գաղութենք, գճանանք հնազանդությամբ ընթանալ եւ հանգարց Աստված ցավալի ընդհատումը։ Թուրքը կփակվի։ Մարդը օգնության չի հասցիր, որ գագնգալի է, որ մեկ օգնե։ Փափակ մուներ եւ անգադար կմնա։ Նույնիսկ ծառայության մարզին մեջ կտեսնես արգելքներ, որ զարգացում չերտը։ Ինչպես գագնգալ էինք։ Եվ այս բոլորին մեջ գարտացված այս հատվածին մեջ կտեսնենք Պողոս առաքյալ գբատմե թե ինք երբ դրովատա հասավ, ծառայության թուրմը լայնորեն բացված էր։ Անշուշտ դրովատան իմիջայլոցսեն, որ այսօր Թուրքիո դարածքին մեջ է եւ ծանոթ է դրովատան որպես Էսկի Իստանբուլ անունով։ Հունական քաղաքն էր, եկեղական ծովում վրա եւ Թուրքիո արևմտյան ափի հյուսիսային ծայրամասին մոտ է։ Հոսքը տեսնենք Աստված շատ հստակ կգործեր։ Պողոս առաքյալի համար թուրմը բացված էր, բայց եւ անպես Պողոս առաքյալ ինքս է, թե իր հոգին մեջ հանգիստ չուներ։ Հոգին հանգիստ չէր, որովհետև գագնգալեր դիդոս հոնլա եւ դիդոս չէր հասած։ Այսինքն ծևովը ասիկա Պողոս առաքյալի հոգին բացված փոքրիկ, բայց շատ խոսուն բադուհամն է։ Հետաքրքրական է, Պողոս առաքյալ հավատարիմ անձ էր, օգտակար անձ էր, եկեղեցիներ հիմնեց, Աստուծո բացած թուրը կտեսներ, բայց միևնույն ադեն հուսախաբության մեջ էր։ Ուրեմն առաջին հուսախաբությունը օդար բան մչէ քրիստոնեական կյանքին մեջ։ Առաջին ճշմարտությունը սիրելիներ, որ պետք է սորվենք, հուսախաբությունը ապացույց չէ, թե մեր եւ Աստուծո հետ ունեցած ընթացքին մեջ ամեն ինչ սխալ ընթացած է։ Ուրեմն, երբեմն հուսախաբությունը մեզ կմղե մտածելու եւ հարցնելու արդյոք Աստուծո գամքեն հեռացա։ Արդյոք ցախողեցա։ Արդյոք սխալ հասկացա Աստուծո առաջնորդությունը։ Բայց Աստվածաշունչը ցույց կտա, թե հուսախաբությունը հավատարիմ հավատացյալներուն համար օդար իրականությունը չէ։ 5 դագարան Մովսես հուսախաբություն ապրեցավ եւ ժողովուրդը դրդնչաց։ Աննա Թարն լալով հուսախաբություն ապրեցավ, երբ զավակ չգրցավ ունենալ։ Եղիա հուսախաբվեցավ ջահիջի ծառինդակ։ Ասապ քիչ մնաց սայթաքեր, երբ ամբարիշտերուն փառքավաճումը տեսավ։ Նոր կդագարան Մարիամ Մարթա հուսախաբվեցան, երբ Ղազարոս մեռավ իրենց եղբայրը։ Աշակերտները հուսախաբվեցան, երբ Քրիստոս խաչվեցավ։ Նույնիսկ դեռ Հիսուս անցամբ գիտակցեցավ այն դխրությունը, զորգուտա, երբ անցումը մերժվի, ցախողի կամ սխալ հասկացվի։ Ուրեմն սերներ, երբ հուսախաբությունը մեր կյանքին մեջ կմտնե, պետք չէ վարգյանական խորհինք եւ ասենք ես հավատացյալ եմ եւ ասիկա պետք չէ բադահի քրիստոնեական կյանքին մեջ։ Որ շատ հաջող լսած եմ, անցմգի հիվանդանա գայցել եմ, ես ինչերի որ հիվանդացա։ Ես ինչու չրած էի Աստուծո, որ Աստված ինձ հիվանդացուց, անշուշտ սխալ ուղղության մեջ կլանք, երբ այդպես կարտահայտվենք։ Սելներ,
Հուսախաբությունը քրիստոնեական կյանքին մեջ կբադահի, բնական, եւ այս իրականություն է։ Երբ Աստվածաշունչը սերտենք, կտեսնենք, թե Աստվածաշունչը հավատքի կյանքը չի կեղեցկացներ, զարդարեր, մեղմացներ, Աստվածաշունչին մեջ կտեսնենք ողբից սաղմոսներ, արցունք, ցավ, աղաչանք եւ հարցումներ, մինչեւ երբ ով դեր, ինչու զիս լքեցիր ով դեր, Աստվածաշունչին մեջն է ասի։ Սիրելի եղբայրներ, Աստված մեր դրդմութենեն չսպառնար։ Աստված մեզի բարեր գուտա, որ այդ դրդմությունը իր ներկայության մեջ բերենք։ Աստվածաբանականորեն այս պատճառով է, որ մենք դակավին գաբրինք մեղավոր, մեղանչյալ աշխարհի մեջ։ Փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսով իրագործված է, բայց ամեն բանի վերջնական նորոգություն, փառավորություն դակավին հասած չէ։ Մենք փրկված ենք, բայց դակավին փառավորված չենք։ Մենք արքայության կպատկանենք, բայց դակավին մեղավոր աշխարհի մեջ կգալենք։ Հուսախաբությունը այն կյանքին մեկ մասն է։ Օրինակ առնենք բժշկական ուսանողը։ Ուսանողը, որ բժշկական համալսարան կհաջախի, պետք չէ զարմանա, երբ դժվար քննություններով հանդիպի։ Այդ դժվարությունը, որ կհանդիպի համալսարանին մեջ, նշան չէ, թե ինք սխալ դեր գուկա։ Դժվարությունը բժշկական համալսարանի գրթության մեկ մասն է։ Նույնպես հուսախաբությունը միշտ նշան չէ, թե մենք դուրս ենք Աստծո կամքեն։ Շատ անգամ հուսախաբությունը Աստուծո գրթական ծրագրին մեկ մասն է։ Եվ իրականության մեջ կան հավատացյալներ, որոնք ավելորդ մեղքի զգացումով կծանրանան, որովհետև կգարձեն, թե հուսախաբությունը անպայման հոգևոր ցախողություն կհամարվի։ Բայց Պողոս առաքյալ գսորվեցնե հակառակը։ Մենք կրնանք բաց թուրիմը մեջ լալ եւ դակավին մեր հոգին մեջ անհանգիստ մնալ։ Մենք կրնանք Աստուծո կամքին մեջ լալ եւ դակավին ցավը զգալ։ Եվ այս բնական է։ Բայց երկրորդ կետ, Աստված հուսախաբությունը գօգտագործե բացահայտելու համար, թե մեր հույսը ուր ամրացված է։ Դեռ Աստված հուսախաբությունները գօգտագործե մեզ գծելու, անչադելու գերծ հույսերեն, գերծ հույս։ Սելեր մենք շատ հաճախ մեր սրտին ծանրությունը, վստահությունը գտնենք մարդոց վրա, արդյունքներու վրա, ժամանակացույցերու վրա, ծառայության հաջողության վրա, կամ մեր ակնկալիքներու վրա։ Եվ այդ բոլորը երբ սխալ ընթացքի մեջ լան, այն ադեն կհասկանանք, թե մեր սիրտը որքան շատ անոնց վրա հաստատված է։ Պողոս առաքյալ Դիդոսի կալուստը կսպասեր։ Սպասելը մեղք չէր, սխալ բանը չէր։ Բայց երբ Դիդոս չասավ, Պողոս առաքյալին հիշեցում եղավ, թե բացված դուռը Դիդոսը չէր, որ բացած էր, այլ Տեր Հիսուս Քրիստոս է։ Եվ այս էական հիմնական տասմն է։ Սելեր միշտ հիշելու ենք, թե մարդկային գործիքները, չանքերը, մարդոց չանքերը կարևոր են,
բայց երբեք չեն կրնալ մեր վերջնական հույսին հիմքը դառնալ։ Հինգ դագարանին մեջ Երեմիա մարգարեության մեջ դերը գսե Երեմիա 17:5 Անիծյալը լա այն մարդը, որ մարդու գաբավինի։ Գնաք պատկերացնել։ Այսինքն զասված կծկես եւ մարդոց գաբավինիս։ Օրհնյալը լա այն մարդը, որ դերոջը գաբավինի եւ որուն հույսը դերն է։ Իսկ Սամոս 2:42 Սամոսին գսե մարդոց վրա վստահել են ավելի լավ է դերոջ հուսալ դերոջ մեջ աբաստանիլ։ Սելներ հուսախապությունը շատ անգամ գահիտնե քնահատելու եւ վստահելու տարբերությունը։ Քնահատելը բամն է, վստահելու ուրիշ բամն է։ Մարդոց արժեք դալ քնահատել էական շատ ճիշտ է։ Բայց անոնց վրա ծանրանալ, հանցնվել, վստահել, որ իրենք են մեր վերջին ապավենը սխալ է։ Ով գուզես թողնել այդ անձը։ Ամենաբարձ անձեն մինչև ամենամեծ թագավորը աշխարհի։ Սելիներ Աստված ինքն է որ միակ վեմն է մարդարացին։ Հուսախապությունը շատ խորում կլա մեր մեջ, այնքան հուսախապ կլանք, որ մենք մեր մեջ վնասներ մեջտեղ գելեն, այնքան խորում հուսախապությունը, որ կսկսենք ամեն բանը դարբերության մեջ լալ։ Եթե երեխայի ցերկը թուղթե նավակը դեսնենք եւ դեսնենք թե այդ երեխան գուզե այդ թուղթե նավակին վրա խորում ճուրի մեջ ոտքի գնալ։ Ծնողքը այդ նավակը գարնեն փոքրիկին ցերկեն։ Ոչ թե որ խաղալիքին թեմեն, այլ որովհետև խաղալիքը չի գտնար շալգել փոքրիկը։ Մեր հուսախապություններուն մեջ Աստված գհերացնե ինչ երբեք չես գնալ մեզ գրել։ Ուրեմն սելիներ եկեք այսօր անձնակնությամբ հարցնենք։ Մեր վերջի հուսախապությունը ինչ գավվածություն ցույց տվավ, բացահայտեց։ Այսինքն ինչ բան է հուսախապ եղավ եւ այդ կնշանակե թե որքան գավված էինք մենք մեր հույսը ծած էինք ադորֆրա։ Հարաբերություն մներ, ծրագիր մներ, ծառայության երազանք մներ, կամ ուրիշ բան։ Հիշենք թե հուսախապությունը միայն գորուստ եւ ցավ չէ, հայտնություն է։ Հայտնություն։ Մինչ Եկող Գիրագի դերը գամի գշարունակենք եւ պիտի անդրադառնանք Եկող Գիրագի, ինչպես կարելի է շրջանավար դլալ հուսախապություններու դպրոցեն։ Գիտեք, աշակերտները կբացատրվին դպրոցական նոր դարաշրջանի։ Հուսախապություններու դպրոց կա եւ հուսախապություններու դպրոցեն շրջանավար ըլլալ կա։ Եկող Գիրագի մինչ կանցադառնանք այս թեմային, այսօր կանչված ենք հիշել, որ հուսախապությունը կրնա օգնել հոգևորապես աճելու, զորացնելու մեր հավատքը, մեզ մղելով վստահելու, հանձնվելու Աստուծո քերիշխանության եւ Աստուծո բարի հաճելի գադարյալ կամքին, նույնիսկ երբ մեր պայմանները դժվար են։ Այսինքն, միշտ կսեմ հիշեցնեմ, Աստուծո հուսացողը ինչ է, ամոթով չի մնալ։ Աստուծո հուսացողը ամոթով չի մնալ։ Օրհնյալը լաք։ Ամեն։ Մեր Տերոջ ծորվեցուցած աղոթքը գաղութենք բոլորս միասին
ոտքի վրա։ Զիքոյ արքայություն, զորություն և փառք Հավիտյանս, ամեն, և ինք խաղաղության աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալվադենը, ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին, հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունը, զորությունը, ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ Հավիտյանս, ամեն։